Որովհետև սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան տարեդարձի օրը մեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կկայանա Սատանայի ջրաղաց հանրահռչակ պիեսի վերաբեմադրությունը։ Իսկ այս թեմայի շուրջ մենք այսօր այստեղ ունենք շատ գեղեցիկ ու հետաքրքիր հյուրեր, ոնց կներկայացնի մեր գործընկեր Համլետը։ Այո, սիրով ներկայացնենք մեր տաղավարում են դերասան երգիչ Ռաֆայել Քոթանջյան, Արվեստի ակադեմիայի հիմնադիր Մայքլ Քոթանջյանը, բարի լույս, եւ ակադեմիայի սաները Աստեր Խոստիկյանը եւ Դավիթ Օսիպյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ խոսենք հենց միանգամից ներկայացումից։ Ինչու ընտրեցիք հենց այս ներկայացումը ու ես գիտեմ ինչու եք ընտրել, բայց հերոսադիտողները թող իմանան ու ինչ կա շատ հետաքրքիր այդ պատմությունը այս ներկայացման հետ կապված, որ ընտրել եք, որ պետք է վերաբեմադրվի։ Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել բոլորին այն մարդկանց, ովքեր որ միացել են հանրային հեռուստատեսությանը եւ Առավոտ լուսո ծրագրին մաղթելով ամենայն բարիք եւ ինչպես ասում են օրը ինչպես սկսում ես այդպես էլ շարունակվում է եւ անցնելով ձեր հարցին ասեմ որ այս ճանապարհը մի քիչ սենց նոր ենք մենք սկսել այն առումով որ քանի որ հիմնել ենք ակադեմիան Ռաֆայել Քոթանջյանի եւ դա վերջերս ենք հիմնել, դա ապրիլի 14-ին տեղի ունեցավ, իհարկե հայրիկի վառ նպատակներ եւ երազանքներ վերջին տարիներին, որ անպայման հիմնվի այդ ակադեմիան, որտեղ որ երեխաները կանցնեն եւ դերասանի վարպետություն, բեմական խոսք, վոկալ եւ այդ ամենը պատահական չէր, որտեղ ինքը վերջերս տենց նայում էր եւ տեսնում էր, թե ինչքան են երեխաները այսօր այդ գadgetային աշխարհում այդքան մտած եւ իրան շատ էր անհանգստացնում եւ հայրիկի հետ հենց այդ միտքը առաջացավ, որ անպայման կարողանանք երեխաներին տանել դեպի մի քիչ արվեստ, դեպի թատրոն, գրականություն, ինձ թվում է արդեն ստացվում է մեզ մոտ, որտեղ բավականին հետաքրքիր երեխաներ են հավաքվել մեր ակադեմիայում, տենց ֆակտուրային երեխաներ եւ պատանիներ եւ հենց որոշեցինք, որ անպայման մենք պիտի խաղանք այդ հաշվետու ներկայացումը, որը հենց խաղալու ենք սեպտեմբերի 9-ին, նվիրված Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան տարեդարձին, եւ հենց այդ գործը ընտրվեց, որտեղ դրանով հայտնի է դարձրել Ռաֆայել Քոթանջյանը, իմից այլուց նկարահանվել է հենց հանրային հեռուստատեսությունում 75 թվականին, դա եղել է Հախվերդյանի բեմադրությունը եւ Ռաֆայել Քոթանջյանը հենց այդ դեբյուտային ոնց որ հայտնի իր դեր խաղաց Լյուցիուսի կերպարը ցավոք ջնջվեց տեսաժապավենը եւ միջև հիմա էլ չգիտենք ինչն է պատճառը, որտեղ տարբեր վարկածներ կան այդ ջրաղացի հետ կապված, ասում են մեկը հատուկ են ջնջել, մեկը ասում են պատահական, որտեղ այն ժամանակ գիտեք լենտերը շատ բան են եղել եւ եղել է դեպքեր, որ մի ներկայացման վրա չեն ունեցել լենտ, հաջորդ լենտ օգտագործել են դա։ Գիտեք, ասում եմ, որ այդ ներկայացման մեջ պարոն Քոթանջյանը փայլուն դերակատարություն է ունեցել։ Այո, այդ դերը իր համար ճակատագրական է եղել, իհարկե ինքը շատ էր բանանում այդ դերից, որտեվ դրանից հետո իրան փողոցում անվանում էին սատանա, գոռում էին, մի քիչ նեղվում էր այդ մտքից շատ, բայց դե դերասանի ճակատագիրը այդպիսին է։ Իսկ Լյուցիուսի կերպարը այս նոր տարբերակում ով է մարմնավորել։ Կա, Լյուցիուսի կերպարը կա, ինքը այսօր ստեղ չի, տաղավարում չի մեզ հետ զինվորն է, Դավիթը եւ Կաչան, Աստերը Խոստիկյան, իմիջայլուց Աստերը Խոստիկյան, հենց մեր վարպետ Արմեն Խոստիկյանի թորնուհին է, որը միացել է մեր ընտանիքին եւ դա մեզ համար շատ մեծ հաճույք է պատճառում այդ փաստը։ Ինչպես արձագանքեցիք այս նորությանը, որովհետև ես մի հոլովակ եմ տեսել, որտեղ շատ բուռն էր արձագանքը, երբ տեսակ, որ արդեն իսկ սցենարը կամ պիեսը այս դեպքում կա։ Շատ էինք ուրախացել, որովհետև շատ էինք սպասում դրան։ Եվ որ հենց այս ներկայացմանը թե ներկայացում խաղալուն որպես այդպես։ Չէ, հենց այս ներկայացմանը, որտեվ Ռաֆայել Քոթանջյանը հենց այս ներկայացումով հայտնի դառել։ Դրա համար էինք շատ սպասում դրան եւ երբ որ պարոն Քոթանջյանը վերեց պիեսը, մենք դրա համար սկսեցինք ուրախությունից գոռալ։
Դե շատ է։ Մեծ հրավառություն է, ասենց Իսկ փորձերը սկսվել են, թե Այո, Դերը դեռ իհարկե կպատմեք։ չիտկաների վրա ենք, ոնց որ ասում են, այդպես դեռ միզանսցենին չենք անցել, բայց եթե ժամանակն էլ շատ քիչ է եւ սուղ ու ինքը մյուզիկլ ներկայացում է, որտեղ երգեր կան այնտեղ, արել ենք արդեն որոշ ձայնագրություններ, բայց դեռ կան ես sense մի քիչ տենց բանով սպասում եմ կհասցնենք թե չենք հասցնի, բայց պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք իրականում հասցնենք, որտեղ շատ քիչ է ժամանակը, բայց հուսամ ամեն ինչ նորմալ կլինի, ձեզ էլ եմ հրավիրում այդ օրը, Սիրով։ համեցեք, շատ հաճելի կլինի մեզ։ Աստեր, քեզ համար ինչպես են փորձերն անցնում։ Շատ լավ, հանգիստ, սիրով փորձում ենք, ամեն մեկը իր խոսքերը ասում է, տենց սիրուն մի բան ստանում ենք, սեպտեմբերի 9-ին կներկայացնենք։ Իսկ կերպարի մասին պատմես մի փոքր մեզ։ Իմ կերպարը շատ համարձակ, այդպես ասած դուխով կերպար է, որը հետ է գալիս Մարտինի հետևից, որ իրեն սատանայի մոտից դուրս բերի եւ համոզում է Մարտինին, որ գա իրենց հետ, որովհետեւ չի ուզում, որ նա այնտեղ մնա։ Շատ փակագծեր մի բացի, որ հետաքրքիր լինի հանդիպ, թե չէ դու որ պատմես ամբողջը։ Սփոյլ չեմ անում։ Շատ լավ։ Կասեք ինչու եք որոշել ընտրել այս ուղին եւ ինչպես եք հայտնվել ակադեմիայում։ Ես հայտնվել եմ ակադեմիայում, որովհետեւ իմ ընկերուհին հաճախում էր այդտեղ եւ ինձ առաջարկեց գալ, ես հաճույքով համաձայնեցի։ Ես գալիս եմ այստեղ, Միտք ինչա կա դուր է հապիկի գալիս։ ճանապարհը շարունակելու։ Այո։ Շատ մեծ բան ունեմ, ամբիցիա, այդպես ասած։ Ես շատ ուզում եմ դառնալ դերասանուհի, շարունակել մեր գիծը, պապիկի դերերը, տենց ֆիլմերում խաղալ, Պահել Խոստիկյանի դպրոցը։ պահել Խոստիկյանի։ Լավ, Աստված։ Իսկ ես մի օր մեր եկեղեցում, ոնց որ ես եկեղեցում դասընթացների եմ գնում, մեր մոտ ներկայացում էր եղել անառակ որդու վերադարձը, ես այնտեղ անառակ որդին էի, եւ մեր Տեր հայրը, Տեր Զենոնը, ասաց, որ ես թատերական պետք է գնամ։ Նրա դուրը շատ էր ոնց որ եկել։ Եվ երբ իմացա, որ բացում է Ռաֆայել Քոթանջյանի անվան ակադեմիան, որոշեցի, որ հենց այնտեղ պետք է գնամ։ Ճիշտ ասած, ես դպրոցում մի ժամանակ գնում էի, ոնց որ մեր մոտ ընդ թատերական խմբակ կար։ Բայց հետո դուրս չեկավ, այտենց դուրս եկա։ Բայց այդտեղ շատ է Բայց դուրս հիմա գալի։ չնեղանան ընդեղի մարդիկ։ բայց որոշել ես դերասան դառնալ ամեն դեպքում։ Համարցակ են, չէ՞։ Ես ուզում եմ քահանա դառնամ ընդհանրապես, բայց եթե ստացվի, նաև դերասան։ Ահա։ Պարոն Քոթանջյան, Այո։ որպես դերասան, երգիչ ու ակադեմիայի հիմնադիր, ինչպես եք տեսնում Հայաստանում երիտասարդ սերնդի ապագան դերասանական առումով այս ստուդիայի ու ինչ է ձեր ակադեմիան հիմնականում տալիս երեխաներին, հա։ Ասեմ ձեզ, շատ կարևոր առաքինություն կարող եմ ասել, որտեվ այսօրվա իրականության մեջ, այսօրվա մի քիչ այդ գadgetային աշխարհը իրականում մեզ շատ էր անհանգստացնում, նորից վերադառնում եմ այդ դրան, ներողություն եմ խնդրում, բայց իրականում դա է եղել մեծ պատճառ եւ բացի դրանից նաեւ այդ կրթական իմաստը կրող, որտեվ թատրոնը դա մի հատ մոգական աշխարհ է, որ իրականում երեխային մեր ծրագիրն էլ այնպիսին է, իմիջիայլուց մեր մասնագետով եկել է Եվրոպայից եւ այդ Լուիզա Կոնստան, որի հետ միասին աշխատում ենք, ինքն էլ շատ հետաքրքիր նոր մեթոդ ունի եւ ժամանակակից մեթոդով ենք դասավանդում, միտքը, որպեսզի կարողանան երեխաները կաշկանդվածությունից դուրս գան, ազատ լինեն, արտահայտեն իրենց մտքերը եւ կարողանան թիմային աշխատանք ստեղծել միասին։ Օրինակ կա այդ MEM բանը, որը մենակ երկուսով եւ միասին այդ խնդիրները մենք շատ ենք առաջարկում մեր դասընթացների ընթացքում, որպեսզի երեխաները կարողանան այդ միջավայրը ու այդ թիմային աշխատանքը արտահայտել իրենց մտքերը, իրենց երազանքները եւ ասեմ, որ մեր ակադեմիայում նաեւ կան երեխաներ, որոնք
ամենևին էլ չեն ընտրելու դերասանի, մենք ունենք ֆուտբոլիստ, օրինակ, որը ծնող ասում, այո, ես ուզում եմ, որ իմ երեխան պատրաստ լինի, ու ես շատ ուրախ եմ, որ ծնողների մոտ փոխվել է նաև այդ մտածելակերպը, որ օրինակ ունենք նկարիչ, որ հաստատ գիտի ինքը արդեն նկարիչ է դառնա կամ նկարչուհի է դա, այսինքն պարտադիր չի, որ անպայման իրանք ընտրեն դերասանի մասնագիտությունը, բայց իհարկե ովքեր որ ընտրում են, ես անպայման կանգնած եմ ու ասել եմ երեխաներին, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի գնանք առաջ եւ տա Աստված մի օր սա դառնա մեծ մի հետաքրքիր բան, ունենանք թատրոն, մանկական թատրոն ապագայում, որտեղ երեխաները իսկապես կկարողանան իրենց մտքերը ռեալիզացնել, դա շատ կարևոր է, հայրիկի հենց միտքը դա էր, որտեղ մենք ունենք եւ խամաչիկների թատրոն եւ տեխնիկային թատրոն, բայց չունենք մանկական թատրոն, որտեղ հենց երեխաներն են բեմադրելու, ստեղծելու, խաղալու եւ դա ինձ թվում է փայլուն միտք է, որը ես ուզում եմ դա իրականացնեմ, որպեսզի երեխաները ավարտելով այս ամեն ինչը չգնան խաղան, գիտենք, տարբեր ցածրորակ բաներ կան այսօր եւ համացանցում կան եւ այլ պիտի գնան հենց թատրոն, որտեղ ճիշտ այդ սկիզբը դրվում է թատրոնում անպայման։ Ուր էլ դու գնաս, կինո կլինի ինչ, բայց թատրոնը դա տարիքային սահմանափակում կա ընդունելության։ Մեծ մոտ 6-ից 16 տարեկան երեխաների եւ պատանիների համար է։ Եվ ես կարծում եմ, որ մեզ մոտից հետո անպայման պիտի գնան, ովքեր որ շարունակելու են, ես կողմ եմ որպեսի դերասանը կրթվի, իհարկե գնա հետո թատերական ինստիտուտ, օրինակ հայրիկի դեպքում ինքը ավարտեց եւ թատերականը եւ հետո գնաց Մոսկվա բարձր ռեժիսորական կուրսերը ավարտեց փայլուն եւ հենց դա է դերասանին պատրաստում եւ հիմնում այն ինտելեկտը, այն բանը, որ ինքը պատրաստ է լինում։ Իսկ ընդունելությունը ինչ որ ժամանակ կահատվածում է հաստակարվում, թե միշտ բաց է։ Չէ, մենք միշտ բաց ենք ընդունելության առումով, կաստինգային տենց տարբերակ չունենք, բայց ունենք այն առումով, որ մի օր երեխան հաճախում, որտեղ մեզ մոտ ինչն է խնդիրը։ Ծնողը շատ ուզում է, երբեմն բերում է զորով այդ երեխան, բայց երեխան պատրաստ չի։ Մեզ մոտ արդեն եղել են տենց մի երկու հատ դեպքեր, որ ծնողը շատ ցանկանում է, որ իր երեխան անպայման դառնա ռեժիսոր կամ դերասան, բայց երեխայի մոտ լրիվ ուրիշ նախասիրություններ, այս մեզ մոտ այդ պարտադրողականությունը այդ միակ բանն է, որ մենք չենք կարող ընդունել։ Այսինքն, եթե երեխան չի ցանկանում, դա ուրեմն չի ցանկանում։ Բոլորը կցանկանան, վստահ եմ, որ դե գործը արդար է։ Հուսամ, որտեվ յուրաքանչյուր մարդու համար անկախ մասնագիտությունից ինքը ստանում է այն բագաժը, այն ամեն ինչը, որ իրան պետք կգա ամբողջ կյանքի ընթացքում, անկախ մասնագիտությունից։ Մենք շնորհակալ ենք շատ ձեզնից, որ մենք նույնպես շնորհակալ ենք։ Գտակ եկաք զրուցեցին։ Ներկայացմանը հաջողություն։ Այո, նորանոր հաջողություններ ենք ձեզ մաղթում։ Թող երկար կյանք ունենա։ Հուսանք ներկայացումից հետո մեկ անգամ եւս նորից կհանդիպենք։ Մեծ սիրով։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք առաջ։